Տոն, որին ամենայն անհամբերությամբ են սպասում ոչ միայն երիտասարդները, այլև բոլոր սիրահարները անկախ տարիքից։ Սիրո եւ երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի հունվարի 26-ին է նշվելու։ Բարգավաճ Հայաստան կուսակցության ու Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի շնորհիվ տոնն այս անգամ եւս առանց անակնկալների չի մեկնարկում։ 50,000-ից ավելի բացիկներ ու աղաբլիթներ բոլոր նրանց համար, ովքեր հավատում են, որ երազում Սրբի բարեխոսությամբ իրենց երկրորդ կեսին են տեսնելու։ Սուրբ Սարգսի տոնը ավանդական միջոցառումների շարքին է դասվում, սա երիտասարդների կողմից ամենասիրված եւ սպասված տոներից է դարձել։ Շատ կարեւոր են մեր իրականության մեջ, որ նման միջոցառումները ընկալելին են բոլորի համար, դառնան մասսայական, որովհետեւ սա մեր պատմությունն է, մեր մշակույթն է։ Տոնական շունչ ու հիշարժան ակնթարթներ քաղաքամայր Երևանի բոլոր անկյուններում, փողոցներից ու պուրակներից մինչև խանութներ ու երթուղային մեքենաներ։ Նախաձեռնությունն առավել սպասված է հատկապես երիտասարդների համար, նրանք հավատում են, որ ամենազոր Սրբի աջակցությամբ կյանքի են կոչվելու իրենց ամենաթաքուն ու նվիրական երազանքները։ Անցած տարի ես երազս Պուտինին էի տեսել։ Հիմա վերցրել եմ, որ ընկերուհիներիս է բաժանեմ չամուսնացած։ Քանի որ ես արդեն գտել եմ Մոնտրեալին, ինձ աղաբլիթ ընդհանրապես պետք չի, բայց դե համենայն դեպս հուսով եմ, որ կօգնի մնացած չամուսնացածներին։ Այսօր ուտելու եմ անպայման կուտեմ, տեսնեմ, հույսով որ մեկին կտեսնենք, էլի։ Խոստովանություն անեմ, էլի։ Մաշա ջան, ես քեզ շատ սիրում եմ։ Արևս։ Ես ուտելու եմ աղիբոլիթ եւ համոզված եմ իմ սիրած աղջկան եմ տեսնելու։ Ես երկու աղաբլիթ եմ վերցրել, մեկը ուտելու եմ, մեկն էլ տալու եմ իմ սիրած աղջկան։ Ու ես այդ օրվանից լուրջ հավատացի երազին, որովհետեւ ես գտա, քեզ գտա դեսպասիր, որ սիրեմ, ես սիրեմ, քեզ սիրեմ։ Հարսանիք է լինելու, քեզ քեզ չի հասնելու, ու այդ գիշեր անուշ ես նրան եմ սիրելու։ Խանդավառության պակաս չի զգացվում նաև տարեցների շրջանում։ Իդեպ նրանցից շատերը խոստովանում են, որ ժամանակին իրենց երկրորդ կեսին առաջին անգամ հենց երազում են հանդիպել։ Ասում են աղաբլիթի ամենազոր հատկությանն անպայման է պետք հավատալ։ Հենց երազում իրան եմ տեսել, բայց դեմքը չէի հիշում։ Բայց որ ամուսնացա իրանց տուն գնացի, ոնց որ այդ տունը ես մի երկու անգամ տեսել էի։ Երիտասարդ եղած ժամանակս գերեր եմ։ Եվ ճիշտ եղեր եմ։ Երիտասարդ ժամանակը շատ եմ կերել ու ամեն անգամ մի աղջկա եմ տեսել։ Միջոցառումը իսկապես տրամադրությունը շատ բարձրացրեց, մենք շատ լավ ենք զգում այն ամեն ինչ, երբ որ տեսնում ենք Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահը Գագիկ Ծառուկյանը երիտասարդների կողքին միշտ ոնց է կանգնած։ Բարձր եմ գնահատում այն բոլոր միջոցառումները, որոնք պահպանում են մեր ազգային ավանդույթները։ Շնորհակալություն եմ հայտնում Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահին։ Սա շատ կարևոր է մեր երիտասարդների համար, որտեղ նրանք գտնվում են մշտապես ուշադրության կենտրոնում։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունն ու Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը վստահեցնում են, ավանդական դարձած բոլոր միջոցառումները շարունակելի են լինելու մշտապես։ Վարդուհի Մելտոնյան, Մհեր Կիրակոսյան, Աշոտ Համբարձումյան, Էպիկենտրոն։